Գնունի շուկայի աշխատակիցները Ալնուրեեմի հետ զրույցում հայտնել են իրենց դժգոհությունը, գործ չկա, ամբողջ օրը հույսով սպասում են, որ մի բան կվաճառվի և կկարողանան վճարել հարկերը, չնայած այն հանգամանքին, որ հնարավոր է առևտուր էլ չլինի, վաճառականները ստիպված էլ վճարում են հարկերը։ Ասելու ճիշտն ասած բան չունեմ, գնացա չեմ ջոգում էլի, ասենք ինչ է կատարվում։ Մի գիշերը մելնում ենք, տենում ենք սաղ թանկացել, սաղ ես միջ այլի։ Օրինակ դուք ինչքան հարկ եք վճարում։ Դե նայած ամիս կա 50,000, ամիս կա 70 տարեկան մարդ եմ, ես թոշակառ եմ։ Օրական ինչքանի վաճառք եք ունենում։ Ախպեր 15 օր եղել, ոչ մի բան չեմ վաճառել, 15 օր։ Ես ամբողջ շուկան, ըլնում է 3-4 հոգի մարդ է մտնում։ Ամբողջ շուկան մի 10 հոգի մարդ մտնի օրվա մեջ թե չմտնի։ Հիմի չեմ անում ինչից է, ես ինչ մոմենտա չեմ հասկանում։ Պրոստը նայա, որ ասեն խոսքի ախպեր, ոստրոթը կանգնած լինի Երևանում, ասենք առևտուր չկա, գործ չկա, բան չկա։ 15 օր եղել է, որ չեմ բան արել, բայց էլի հարկայինը խփում եմ, ասում եմ մի բան լինի, որ ասենք բան ալն, էլի ասենք պետության ինչ-որ փող գնա, էլի ասենք խոսքի։ Բայց թե 10 օր այդպես ալնում է, որ բավշը բան չկա։ Մի օր էլ ալնում է, ասենք խոսքի այդ ձևի։ Առաջ բանը չի, էլի։ Իսկ այս բողոքի ակցիաները, որ պարբերաբար լինում են, մասնակցում եք դուք։ Չէ, ես ի վիճակի չառողջություն չունեմ ցավոթանալ։ Բայց կողմ եք։ Ինչին։ Բողոքի ակցիաները։ Իհարկե կողմ եմ, ասենք խոսքի։ Պետք է գնա սաղ աշխատանքի, պետք է ասեն խոսքի ղեկավարությունը զբաղվի իր գործով, ասեն խոսքի պետք է գործարաններ ստեղծեն, պետք է ասենք այնա բանը կներեք արտահայտության համար ջուրը բենզինից թանկ է։ Մի 30 ջրի զավոդներ ստեղծեն, բան անեն, սարքեն, ասենք լցնեն բյուջեն, ախպեր ջան, ասենք դրանից հեշտ ասենք բյուջե լցնելու գործ չկա։ Ես եկա ասենք կոռուպացված այս մոմենտները ասենք խոսքի, եսի բանին է, Չինգիզխանին է, եսի սրանն է, եսի Ղոզ Գորգունն է, Ղազան Դանելին է, Թմբեկես Գևորինն է, ասենք խոսքի տրանք սաղ ասենք թող հավաքեն լցնեն բյուջեն, ախպեր ջան ասենք այս փոքր բիզնեսից ինչ կա ասենք այս փոքր բիզնեսը ասում եմ 10 օր առևտուր մի կապեկի չի եղել։ Մարդիկ առաջ իրար բրբրթելով ման են գալիս։ Մի ամբողջ օրը մտնես շուկան նստես, գնստես գաշվարկես, որ ասենք 25-30 հոգի մարդ մտավ շուկա, 100 հատ կանտեր կողմից ինչ առնեն։ Ասենք որ ասենք մտնոլորտը փոխվի, այս որ ասենք խոսքի այս բանը փոխվի, ասենք այս վիճակը մի կարգին ասենք խոսքի լուրջ ասենք խոսքի բան արվի։ Պետք է գործարաններ սարքվի, արտադրություն պետք է դրվի, պետք է մարդիկ գնան աշխատանքի։ Ես չեմ հասկանում, ասենք դրել են ասենք խոսքի։ Ի վերջո ձեր խնդիրներին ինչ եք կարծում, լուծում կտանք առաջարկել։ Մեր խնդիրը ես ինքս գրագետ մարդ եմ, իմ համար Երև մի 7-8 անգամ, 10 անգամ Հայաստանի դրոշ եմ բարձրացել, ես մեծ սպորտսմեն եմ, մեծ բանը, վաստակավոր մարզիչ եմ, ես ասենք խոսքի, ես որ վիրավորված եմ, որ մենք ես դսեմացած վիճակում ենք, որ թուրքը նստած ասենք խոսքի մեր այդ բանից գորիսից մինչև ասենք մեղրի նստած է մեր սահմանների վրա, էդի մեր համար մերնել ասենք խոսքի, ախպեր ջան, եսի ժիծեչինքենի զիճեցինք, դե դու էլ սրիկա, այդ ծիծիլակ կապի կալիև, դե դու էլ հետ գնարա, գնա տեղը տարա, որ դու ցինիկ չես, որ դու ծիծիլակ չես, ինչ ես թռնում երեսներս, ասողլնի, պտի կանող ասողլնի չեմ անում, ախպեր, լուրջ ղեկավարությունը ես չեմ հասկանում, ախպեր ինչ է կատարում Հեղափոխություն արեցինք, ասենք, որ լրիվ լնի որդի սրտով, ասենք, խոսքի, հիմա չեմ հասկանում, ասենք, նրա փոխարեն, որ ասենք, այն ինչ որ ասում եք, այն ինչ որ բան եք հանում, որ ասենք, կոռուպցիան պետք է վերացվի, այնի պետք է վերացվի, պետք է ասենք, խոսքի, ասենք, սաղ բերենք բյուջե, ես եմ ինչ անենք, այդ սոտքի հանքերը, այդ սոտքի եկա հանք ացնենք, Հայաստանի սրանից առաջ աշխատում էր, ուր է այդ ոսկին։ Ուր ես ասենք որպես քաղաքացի հարց եմ տալիս, ես իրավունք ունեմ հարց տամ, դա իմ երկրի հարստությունն է, ընդերքի հարստությունն է, ուր է այդ ոսկին։ Այդ ընդերքը սաղ բաժնել է, ես իմ Կոլոմբոսին է, էնի ես իմ չեմ իմանում Ամերիկո Վեսպուչինին է, ես իմ ումն է, ախպեր այդ ընդերքը բերեք,
բան ասեն խոսքի երկրի բյուջեն լցրեք, բանը բերեք, գործարաններ սարքեք, արտադրություն դրեք, բան արեք, ախպեր մի քիչ ապրենք իրարով։ Մարդիկ պետք է գնան աշխատեն, գան, որ ասենք մի բան, որ իրար տանք առնենք, իրար հետ մոտիկություն անենք, հասկանանք, ասենք, որ ուր են գնում, ինչ են անում։ Երևանը պետք է ապրի, Հայաստանը, ոչ թե Երևանը, Հայաստանը իր պերիֆերիայով, իր ծայրամասով, իր լրիվ ասենք խոսքի անկլավներով Հայաստանը պետք է ապրի։ Ասես չի լինի, ապրելու համար։ Մի հատ ծնողա պետք որ կարքին ասեն խոսքի վեկալ իր ձեռը ասե ախպեր արեք ստեղլա։ Հա, ախպեր դու ես, դու հանրապետական ես, դու ես, հա լավ եք, կուսակցությունը դրեք ասեք, ձերն էլ ասեք, ձեր հակառակ բանն էլ ասեք, բայց երեխու պես քաշի քո կողմը ասենք այդ թայֆաբազությունը պետք է վերանայես հանրապետությունը, այդքան բան։